Ինչ փոփոխություն են ուզում վարդենիսցիները։ Այստեղ մարդիկ հարցը լսելով սարերին են նայում, ինչ ուզեն, ամեն ինչ պարզ է։ Թշնամին իրենց գլխավերևում հարմար տեղավորված է։ Վարդենիսում այն լեռները տենում եք, այդտեղ թուրքը երբեք չէ, դա մեր տարածքն է։ Հիմա դրոշ են տնկել։ Վարդենիսի մասին հակառակորդը իր երազում էլ չէր կարա մտածել։ Այսօր հորջորջում է, որ ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ ստեղ ապրել է։ Չնայած ամբողջ տարածած շրջանը հայկական եկեղեցիներ են եւ աչք կա դրել, վերադարձնել է ուզում իրանց հայրենակիցներին ստեղ։ Անջախ է մեր թուրքից պրծե է, 300,000 թուրք է բերում նորից Վարդենիս, մենք ոնց ապրենք։ Անվտանգությունից մինչև սոցիալական բազմաթիվ խնդիրներ, մարդիկ ասում են շատ լավ են հիշում, ինչ բերեց իշխանությունն իրենց գլխին վերջին տարիներին, բայց վստահեցնում են, իրենց մի բուր հողն ատամներով պահելու կամքը ամուր է։ Ես չէի պատկերացնում, որ կգա մի օր, որ Վարդենիսում մենք կխոսենք անվտանգությունից, բայց երբ որ իշխանությունները թույլ են, երբ որ իշխանությունները ազգային շահեր չեն սպասարկում, վիճակը այդպիսին է լինում։ Միասին պետք է անցնել ճանապարհը ու վերջ դնել չարիքին։ Ապօրինի տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը գեղարքունիքցիներին տեսաուղերձով է դիմում։ Հայը ուժեղ է, հայը արժանապատիվ է։ Մյուս կանգառը մարզկենտրոն գավառն է։ Գավառցիներ ջան, ողջունում եմ ձեզ։ Ինչպես են ապրում մարդիկ այստեղ, երբ աշխատատեղեր չկան, կարտոֆիլի, ցորենի մշակումը նվազել է, ձկնորսությունն էլ արգելված է։ Այս ամենի հետևանքը աճող աղքատությունն է, որը չի լինելու հունիսի 7-ից հետո։ Ամբողջ Սևանա տարածաշրջանում ստեղծվելու են ձկնաբուծարաններ, որպիսի ընդհանուր Սևանա լիճը դառնալու է մեծ ձկնաբուծարան։ Հնարավորություն է տրվելու որսը կատարել, ձկնորսությունը կատարել եւ վաճառել գործարաններին, որոնք այստեղ կլինեն, վերամշակող գործարաններին։ Օրը գավառում ազգային երգ ու պարով է ամփոփվում եւ տոնական տորթ։ Վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի Հոբելյանն է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։